Ինչպես գիտեք, Ռուսաստանը հերթական անգամ սահմանափակումներ է կիրառում հայկական ապրանքների, այդ թվում կաթնամթերքի ներմուծման նկատմամբ։ Պաշտոնական պատճառաբանությունները կարող են տարբեր լինել, բայց փաստը մեկն է. Հայաստանի տնտեսության նկատմամբ կրկին կիրառվում է ճնշման գործիք։ Բայց այս իրավիճակը նաև հնարավորություն է։ Այն Հայաստանին ստիպում է դուրս գալ մեկ շուկայից կախվածության շրջանակից, զարգացնել սեփական արտադրությունը, համապատասխանել եվրոպական չափանիշներին եւ բացել ճանապարհ դեպի Եվրոպայի ու այլ միջազգային շուկաներ։ Երկարաժամկետ հեռանկարում սա կարող է Հայաստանը դարձնել ավելի մրցունակ եւ ավելի անկախ։ Միաժամանակ մեզ շարունակում են համոզել, թե առանց Ռուսաստանի Հայաստանը չի կարող գոյատևել։ Սակայն եկեք առերեսվենք իրականությանը։ Այսօր Ռուսաստանն ինքն է բախվում անվտանգության լուրջ մարտահրավերների։ Եվ եթե պետությունը դժվարանում է պաշտպանել սեփական անվտանգությունը, ինչպես կարող է անվտանգության երաշխավոր լինել ուրիշների համար։ Ավելին, Ռուսաստանը կոնկրետ պարտավորություններ ուներ Հայաստանի նկատմամբ։ Լեռնային Ղարաբաղում նրա խաղաղապահ առաքելության նպատակը խաղաղ բնակչության անվտանգության ապահովումն էր։ Իսկ Հայաստանում ՀԱՊԿ անդամ լինելու պարագայում նա պարտավոր էր աջակցել դաշնակցին արտաքին ագրեսիայի դեպքում։ Բայց ինչ տեսանք իրականում։ Ղարաբաղի հայերը բռնի տեղահանվեցին, իսկ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների ժամանակ այդ պարտավորությունները չկատարվեցին։ Ուրեմն տրամաբանական հարց է առաջանում. եթե Ռուսաստանը տնտեսական ճնշում է գործադրում Հայաստանի վրա, բայց միաժամանակ չի կատարում իր անվտանգության պարտավորությունները, ապա ինչու Հայաստանը պետք է շարունակի իրեն պարտավորված զգալ Ռուսաստանի առաջ։ Սա արդեն հույզերի կամ հավատքի հարց չէ, այլ պետական շահի եւ սառը հաշվարկի։ Պինդ եղեք։